Ինչ էի ասում, վախենալու չի, երբ որ փոքր են, բայց դեռահասությունը շատ վախենալու է։ Չգիտես ինչի մասին խոսաս, ինչից սկսես, ինչն է ավելի կարևոր, որ տարիքում, ինչ խոսք, շատ բարդ տարիք է։ Սեռական հորմոնները ակտիվանում են, միանգամից ֆիզիոլոգիական փոփոխություններ, հոգեբանական փոփոխություններ, տեսնում ես, մեկ ուզում են մենակ մնան, մեկ ուզում են մարդկանց հետ շփվեն, մեկ լացում են, 2 րոպե հետո ուրախ են։ Չես հասկանում, որ պահին ինչով կարաս օգնես քո դեռահաս երեխուն։ Անկամ տարիքն է մեզ խառնում։ Երբ է սկսվում վերջը այդ սեռահասունությունը։ 8-ում, 9-ում, 10-ում ու երբ է ավարտվում։ 16-ում, 17-ում։ Չես կարողանում կողմնորոշվես վերջը սկիզբը երբ է, վերջը երբ է։ Բայց մի բան հստակ է։ Մի բան գալիս է մեզ օգնության։ Այդ մարմնի հետ կատարվող փոփոխություններն են։ Եթե զգում եք, որ ձեր երեխայի մարմինը արդեն սկսել է փոփոխվել, ուրեմն ժամանակն է, որ սկսեք խոսել։ Բայց այս տարիքում մի բան պետք է հիշեք։ Ինքը չի գալու ձեր մոտ հարցերով։ Այս այն տարիքն է, երբ որ դուք ինքներդ պետք է սկսեք գնալ իր հետ խոսելու։ Եթե նկատել եք, որ երեխայի մարմնի հետ սկսել են փոփոխություններ կատարվել, ընտրեք, թե առաջինը իր մոտ որն է ու որն է իրան ամենաշատը անհանգստացնում ու սկսեք խոսել դրա մասին։ Յուղոտ մազերը, պզուկները մարմնի վրա, թե այն, որ միանգամից տարբեր տեղեր շատ մազեր են սկսել հայտնվել, սեռական օրգանները սկսում են մեծանալ, աղջիկների մոտ կուրծքը սկսում է մեծանալ։ Չես հասկանում իրանք ոնց են վերաբերվում այդ ամեն ինչին։ Համ ուրախանում են, համ ամաչում են։ Համ սկսում են մրցել իրար հետ, համ էլ կոմպլեքսավորվում են։ Մի բան հստակ է, իրանց համար այս տարիքում ամեն ինչը շատ լուրջ է։ Ցանկացած փոփոխություն, որ իրանց հետ կատարվում է, այդ լուրջ է։ Իրանց թվում է, որ իրանք կյանքում չեն փոխվելու, միշտ ցենց են մնալու։ Մի հատ պզուկ է դուրս եկել դեմքի վրա, այդ պզուկը ամբողջ կյանք մնալու է իր դեմքի վրա։ Կարևոր է, որ փորձես մի պահ պատկերացնես, որ իրոք այդ պզուկը այդ երեխու կյանքը փչացնում է ու փորձես լուծումներ իրան առաջարկես։ Իսկ հիգիենան լրիվ ուրիշ պատմություն է։ Երբեք չեմ մոռանա ընկերուհուս աղջկա թևատակերի հոտը։ Սարսափելի հոտ էր գալիս։ Կարելի էր մաքրել թևատակերը, կարելի էր ինչ-որ մի բան քսել։ Իսկ ինչի՞ չէր ինքը այդ անում, որովհետև մաման թույլ չէր տալիս։ Եթե երեխան ամաչում է, եթե սարսափելի հոտ է գալիս, ես չեմ կարողանում հասկանալ, ինչի թույլ չտալ երեխուն, որ ինչ-որ մի բան օգտագործի, թեկուզ մաքրի թևատակերը, կրծկալ արեք իր համար, թող հագնի, ավելորդ կոմպլեքսներից օգնեք, թող այդ երեխեքը ազատվեն։ Ինչա, մտածում ենք, եթե կրծկալ առնենք կամ թևատակերը թույլ տանք մաքրի, ինքը ժամանակից շուտ է մեծանալու։ Իհարկե ոչ։ Ուղղակի երեխան իրան շատ ավելի լավ է զգալու, համ էլ մամայի ընկերուհիներն են իրանց ավելի լավ զգալու։ Հասկացանք, որ այս շատ դժվար տարիք է։ Եթե ուզում ես երեխուն ինչ-որ բանով օգնես, բայց չգիտես կոնկրետ ոնց պահես քեզ կամ ինչն է ճիշտ, մի պահ ուղղակի հիշի։ Դու ոնց էիր քեզ զգում այս տարիքում։ Դու ինչ կուզենայիր, որպեսզի քո ծնողը քո համար աներ։ Օրինակ ես շատ կուզենայի, որ իմ մաման ինձ մի անգամ ասեր. «Գիտես, հասկանում եմ քո համար ինչ դժվար է, հասկանում եմ, որ քո մարմինը հիմա անհամաչափ է դառել ու միգուցեև քեզ թվում է, թե աշխարհում ամենագեշն է, բայց այդ ամեն ինչը ժամանակավոր է ու մի օր անցնելու է։ Իսկ մինչ այդ կարող է ուզենաս ինչ-որ շորերով թաքցնենք ինչ-որ բաներ, որոնք որ ամենաշատն են քեզ անհանգստացնում»։ Լսի նրան, հասկացի, թե ինչից է ամաչում ու օգնի։